Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչն է իրեն զարմացնում երկար տարիներ, վարչապետի խոսքը զվարճացրել է գործադիրի անդամներին։ Ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Խտրականության եւ ընտանեկան բռնության մասին է ահազանգում արտգործնախարարը Արարատ Միրզոյանի խոսքով այդ մասին ոչ միայն պետք է խոսել, այլև անզիջում պայքար տանել։ Վաղուց ժամանակն է, որ մենք պետքա շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ հավելին ասեմ, շատ ավելի վատ, Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում։ Այս պայմաններում իշխանության միագործողությունը պետք է լինի հրաժարական է։ Խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով սահմանային կրակոցների վերաբերյալ պաշտպանության նախարարության հայտարարություններին, պատգամավորն ասել է, որ կառույցը հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տեղեկությունը շրջանառվում է մամուլում եւ սոցցանցում։ Եթե ինչ-որ գործիչներ արդեն 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից զատ այլ գործողություն իմ կարծիքով չկա, բայց չի վրա եք զարմանում, էդ է խաղաղությունը Փաշինյանի։ Դա Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն է։ Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ջահերով երթի քննադատությանը, թե դրա անվան տակ հավաքված զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար։ Պատգամավորը հերքել է տեղեկությունը, նշելով, որ այն հիշատակի եւ պահանջատիրության միջոցառում է։ Հարց կա, ինչ տեղեկությունների են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ, ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ, ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Եվ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Ցեղասպանություն իրական Հայաստանում տեղ չունի եւ ինչու պետական մակարդակով միջոցառումներ չեն կազմակերպվել։ Լրագրողներն են հետաքրքրվում իշխող ուժի падգամավորներից։ Քաղաքացիական պայմանագրի անդամները նշել են, որ իրենք երբեք ցեղասպանությունը չեն ուրացել։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել ցեղասպանությունը։ Չկա որևէ հայ մարդ։ Ես տեսա, որ Դաշնակն ասեց Յան ազգանունով մարդ չպետք է լինի, որ մերժի ուրեմն ցեղասպանությունը, հայ ժողովրդի հետ տեղի ունեցած։ Որևէ վերջացանցով վերջացող ազգանունով մարդ չի կարող մերժել այն պատմական իրողությունը, որը տեղի է ունեցել։ Եվ արձագանքելով նաև ընդդիմության այս կեղծ եւ կեղտոտ, շատ կեղտոտ նաև պնդումներին պետք է երկրորդեմ գործընկերոջս բոլոր ասած փաստերը դրան հավելեմ։ Ձեր կողմից հիշատակված մարդիկ, որոնք փորձում են մեղադրանքներ ուղղել ուրեմն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, հարգելիս ոչ թե փաշինյանական իշխանությանը, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Դուք լրագրող եք եւ խնդրում եմ ձեզ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք ձեր հարցերի մեջ։ Ինչպես կարա լրագրողը նստի եւ ասի փաշինյանական իշխանություն։ Դուք լրագրող եք թե ընդդիմադիր գործիչ։
Ռուսաստանից մոլդովացի գործակալ է արտաքսվել ԱԴՑ-ի տվյալով Ռուսնակը 2024-ին է ժամանել Ռուսաստան ուժային եւ այլ կառույցների աշխատակիցների մասին փակ տեղեկություն հավաքելու առաջադրանքով։ Նա փորձել էր օրինականացնել ներկայությունը, սակայն պոլիգրաֆով հարցման ժամանակ հաստատվել է, որ նա Ռուսաստան է ժամանել հետախուզական նպատակով։ Նրան վտարել են եւ Ռուսաստան մուտքը 60 տարով արգելել։ Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ով համալրված աշխարհում առաջին նավը։ Անօդաչուները գործարկվելու են տախտակամածից, ըստ աղբյուրի Թուրքիան, Իրանը եւ Չինաստանը լուր հեղափոխություն են անում ծովում եւ դա ծովային պատերազմի դարաշրջանի սկիզբն է։ Հրադադարից հետո Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել ցանկացած ձևաչափով, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։ CNN-ը ցուցադրել է Թրամփի դիմանկարը, որը Պուտինի նվերն էր ԱՄՆ նախագահին, հեղինակը Նիկաս Սաֆրոնովն է, որը աշխատանքի համար գումար չի վերցրել։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է վերջին շաբաթներին ԿՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել պատմությունն են մեկնաբանում իրենց գրագիտության մակարդակով։ Հույդային մեղադրում առաջին հանրապետության կորստի ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի համար։ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք 3 ազգային ժողովում։ Իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկրտուքի, ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստվար Ղալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին նկատողություն անելով խոսելու համար։ Ասաց թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն եւ հորդորեց լռել։ Դաշնակցականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի խավոր եղբայրը։ Վահե Ղալումյանը տեղից թռավ եւ հարվածեց Գեղամ Մանուկյանին եւ սկսվեց քաշքշուկ։ Ժողովուրդը գրում է. 3 խորհրդարանում կատարվածը որքան էլ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ խոր արմատներ ունի եւ ԿՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց։ Խնդիրը միայն ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր։ Ժողովուրդ օրաթերթը ԿՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ 3 ԿՊԱ-ականները մտադիր էին Դաշնակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկրտուկ սարքել հենց նրա հետ։ Անգամ ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց իր էմոցիաները, թիրախավորված քննադատելով եւ վիրավորելով Իշխան Սաղաթելյանին։ Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե տելեգրամյան ալիքները գրում են խժդժություններ են հրահրելու առաջին օրերին, խմբեր են ձևավորում եւ այլն։ Կարճ ասած, ԿՊԱ-ականները ցանկանում էին ԱԺ-ում իրենց համարձակությունը ի ցույց դնել, կանխել հնարավոր այն բախումները փողոցում, որոնց հնարավորության մասին խոսում էր ԿՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը չտրվեց սադրանքին, չխառնվեց քաշքշուկին եւ ԿՊ-ի պլանները ձախողվեցին։ Հրապարակում նաև կարդում ենք 3 իշխող ֆրակցիան մոտ 1 ժամ փակնիստում քննարկեց եւ որոշեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ իշխող խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով չեն ձևավորի։ Փակնիստից հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը որոշման հիմնավորումների մասին չխոսեց, ասաց միայն. բայց ԿՊ խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ազգային ժողովում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն падգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը։ Հույս ունենք, որ այստեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով։ Նիստից հետո իշխանական կուլիսներում բուռն քննարկումներ էին, ոչ միայն ոմաց դավաճանությունը եւ Քոչարյանին հրապարակապ աջակցելն ու յետևից բամբասելը, այլև այն, որ ԿՊ-ում փաստորեն կան արտոնյալներ եւ այդ արտոնությունը նրանց տվել է Նիկոլ Փաշինյանը։ ԿՊ-ում համոզված են, որ նրա հրահանգով էին ֆրակցիայի անդամները Քոչարյանին աջակցող եւ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ ելույթներ ունենում, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սկզբում խոսել է Անդրանիկ Քոչարյանը եւ կրկնել իր նախորդած ասացները, որ ինքն այլ մտքով չի ասել այդ արտահայտությունը, սաղմոսից է մեջ բերել, իսկ եթե ոմանք այլ կերպ են հասկացել դա իրենց խնդիրն է ձեռքի հետ էլ առանց անուններ տալու ակնարկել է, որ ԿՊ-ում շատ ավելի խայտառակ վարկ դրսևորած падգամավորներ են եղել, որոնց հարցը քննարկման չի դրվել։ Ի զարմանս շատերի Քոչարյանի դիրքորոշմանն աջակցել են շատերը, իսկ Ռուբինյանը մի բոցաշունչ ելույթ է ունեցել, մոտավորապես այն տրամաբանությամբ, թե ինչ է եղել, որ ինչու ընդհանրապես քննարկել այդ հարցը, ինչու Սրբազանի արարքը չքննարկվեց, հիմա Քոչարյանի հարցն են քննարկում։ Հրապարակը գրում է. ուղիղ 1 ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 19 թվականի սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով։ Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից իր դիմումի համաձայն։ Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Մանուկյանը նաև Երևանի ավականու անդամ էր ԿՊ խմբակցության կազմում։ Երևանի ավականու նիստին 3 հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել եւ վայր է դնում նաև ավականու անդամի մանդատը։ Ավականու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որևէ կապ չունենալ առհասարակ իշխող քաղաքապայմանագրի հետ, հրաժարվելով նաեւ ավականու անդամի լիազորություններից։
Հրապարակը գրում է, իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործ ուղղել սահմանադրական դատարան, Վահե Գրիգորյանի փոխարեն։ Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենառաջին թեկնածուին։ Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի երգել, որ իրեն տեսնում է սահմանադրական դատարանում ՍԴԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու ում գործ ուղղել։ Խոշոր հրդեհներ Նյու Ջերսիում անտառային հրդեհի պատճառով մոտ 3000 բնակիչ տարհանվել է։ Հրդեհն ընդգրկել է շուրջ 1300 հեկտար տարածք։ Yeah, this is fucked up. We're gonna lose this. We're gonna lose this. Իսրայելի ափերի մոտից շնաձուկը մարդուն քաշ է տվել միջերկրական ծովի խորքը, տղամարդը անհետ կորել է։ Ուշագրավ է, որ լողափը ավելի վաղ չի փակվել, քանի որ մարդիկ նկատել էին շնաձկանը։ Այն փակվել է միայն ողբերգական միջադեպից հետո։ וואו, עם הכריש, הוא רב איתו, הוא מתכסח איתו. Կախարդանք դրիֆթի ժամանակ առաջնության ընթացքում անվադողը դուրս է եկել, հետո վերադարձել իր տեղը։ Վարորդը տեղի ունեցածը հրաշքի անվանել եւ շնորհակալություն հայտնել անիվ արտադրողին։ Միջադեպը չի խանգարել, որ նա մրցանակային 3-րդ տեղը գրավի։ Չինացիները շարունակում են զարմացնել, նույնիսկ տաքսիում վարորդն այլևս ստիպված չի լինի ղեկը կառավարել, ամեն ինչ այնպես են ավտոմատացրել, որ մարդու ձեռքը տեխնիկային չհասնի։ Եղանակ ջերմաստիճանն այսօր նվազել է մինչև 5-ից, վաղը ցերեկը նույնքան կբարձրանա, առաջիկա օրերին անձրևներ են։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։